Ողջույն բոլորին, այսօր ուզում եմ, որ մենք խոսենք 20-րդ դարի պերուացի նշանավոր գրող Մարիո Վարգաս Լյոսայի վեպի մասին, որը կոչվում է Աշխարհի վերջի պատերազմը։ Ահա այս գրքում է զետեղված։ Այն լույս է տեսել 1981 թվականին եւ պատմում է 19-րդ դարի վերջի ըստ էության քաղաքացիական պատերազմի մասին։ Դա բավականին ծավալուն կտավ է, կասեի էպոպեա։ Չգիտեմ արդյոք գրականագետները դրա մասին խոսել են, բայց ինձ թվում է, որ Լյոսայի ոգեշնչման աղբյուրներից մեկը Տոլստոյի պատերազմն ու խաղաղությունն էր։ Հերոսների քանակով, բազմազանությամբ, սյուժետային գծերի հյուսվածքներով եւ պատերազմական ու համեմատաբար խաղաղ տեսարանների զուգորդմամբ, բայց գուցե դա իմ անձնական տպավորությունն է։ Վեպը, ինչպես ասում են, հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Բրազիլիայում վեպում ծավալվող իրադարձություններից մի քանի տարի առաջ 1889 թվականին հաստատվել էր հանրապետություն։ Կոնֆլիկտի մի կողմում հանրապետության կանոնավոր բանակն է, մյուս կողմում Կանուդոս գյուղում իրենց համայնքը հիմնադրած մոլերանտ քրիստոնյաներն են, որոնք զինված դիմադրություն են ցուցաբերում կառավարական զորքերին, իշխանություններին։ Երկու կողմն էլ աչքի է ընկնում ֆանտաստիկ դաշնությամբ եւ արունալի պատերազմի տեսարանները վեպում բազմաթիվ են։ Դժվար է ասել, որ հանրապետականները, այսպես ասած, ավելի առաջադեմ են։ Լյոսան ցույց է տալիս, որ այդ պատերազմը հրահրող գործիչները ցինիկ են, ոչ մի բանի չեն հավատում, բայց նրանք, ում ուղեղը այդ ցինիկները կարողացել են լվանալ, այդ զանգվածը ունի նույն տիպի, կասեի նույն չափի սնահավատություն, նույն չափի նախապաշարումներ, որոնք կան նաև ապստամբների մոտ։ Օրինակ, զինվորներին կարողացել են համոզել, որ ռազմաճակատից այն կողմ իրենց թշնամիները անգլիացիներ են, որ անգլիական լրտեսներ են, որ նրանք ովքեր օտարների շահերն են սպասարկում, կռվում են օտարների զենքով։ Ծանոթ իրավիճակ է, չէ՞։ Չնայած կառավարության զորքերի դեմ պայքարողների շարքերում ոչ մի անգլիացի չկար եւ ոչ մի անգլիական զենք էլ չկար։ Կար մեկ շոտլանդացի ըստ վեպի, արկածախնդիր, որը տարված էր սոցիալիստական գաղափարներով եւ կարծում էր, որ Կանուդոսում ապաստան գտած մարդիկ պայքարում են հարուստների եւ շահագործողների դեմ։ Ապստամբները իրենց հերթին վստահ են, որ հանրապետությունը սատանայի հնարք է, իրենց համայնքի անդամը դառնալու համար պետք է երթվել, մի քանի կետ կա այդ երթման մեջ, մասնավորապես, որ չես ընդունում քաղաքացիական ամուսնությունը, հանրապետության նոր թղթադրամները եւ չես մասնակցի, չես պատասխանի մարդահամարի հարցաթերթիկներին։ Չնայած Կանուդոսում ապրող մարդկանց ճնշող մեծամասնությունը անգրագետ էր։ Այդքանով հանդերձ չի կարելի չնկատել հեղինակի որոշակի համակրանքը ապստամբների հանդեպ։ Խեղճ ու կրակ, չքավոր, միամիտ, անգրագետ մարդկանց միավորում է գաղափարը, որը թեև չափից դուրս պարզունակ եւ խեղաթյուրված է ներկայացնում քրիստոնեական ուսմունքը, այնուամենայնիվ նրանց ներքին ուժ է տալիս, դիմադրողականություն է հաղորդում։ Կանուդոսի բնակիչների մեջ կար համերաշխություն եւ սեր։ Ի վերջո 4-րդ փորձից կառավարական զորքերը կարողանում են գրավել Կանուդոսը, գետնին հավասարեցնել բոլոր շինությունները, այդ թվում նաև եկեղեցիները, ինչպես նաև մորթել գրեթե բոլոր բնակիչներին։ Բայց նրանց տարած հաղթանակը, եթե ճակերտների մեջ վերցնենք այդ բառը, ավելի շուտ վախի, անհանդուրժողականության, կույր ատելության հաղթանակ էր, բայց ոչ ճշմարտության եւ արդարության հաստատում։ Լյոսան կարծես թե ուզում է ցույց տալ,
որ անկեղծ ուժեղ հավատը մեծ ուժ է։ Ապստամբների առաջնորդի ուսուցչի խորհրդատուի կանսելոր իսպաներեն, ռուսերեն թարգմանված է որպես նաստավնիկ։ Նրա կողքին հիմնականում նախկին ավազակներն են եւ մեղսագործները, որոնք սակայն ապաշխարել են եւ սկսել են իրենց ձևով, իրենց յուրահատուկ ձևով, իրենց հասկանալով ծառայել Աստծուն։ Դրանք նաև նպաստում է, որ ուսուցիչը չափազանց կարևոր իրենց համար քարոզներ է անում եւ չափազանց համեստ ժուշկալ կյանք է վարում, չքավոր է։ Բայց կանուդոսում կան նաև այլ կերպարներ, օրինակ բիատիտո, բլաժեննիկի, բիատո իսպաներենից թարգմանած նշանակում է երանելի։ Հետևաբար դրա փաղաքշականը կլինի երևի փոքրիկ երանելի։ Մոտարապես այն մարդը, որը այդ մարդկանց Ռուսաստանում անվանում էին յուրոդիվի։ Այդ խենթերը, խևերը կարևոր դեր են խաղացել տարբեր ժողովուրդների կյանքում։ Լյոսան իր վեպում կիրառում է մի հետաքրքիր հնարք։ Գլխի ամեն մի բաժին նվիրված է հերոսներից մեկի իրադարձությունների ընկալմանը։ Այնուհետև գործողությունը կանգ է առնում, կարծես թե մի փոքր հետ է գնում եւ հետո նույն իրադարձությունները ներկայացվում են այլ հերոսի աչքերով։ Կան նաև այսպես ասած ինտեգրալ իրավիճակը անփոփոխ կերպարներ։ Նրանք երկուսն են։ Մեկը բարոն Կանյաբրավան է, որը հերացող միապետական կարգերի, այսպես ասած, մնացորդն էր։ Ապստամբները այրում են նրա ֆազենդան, կինն այդ հողի վրա խելագարվում է, բայց նա ուզում է հասկանալ, թե որոնք են այդ բոլոր իրադարձությունների ներքին զսպանակները եւ իրականում չի շտապում ներքուստ ողջունել կամ դատապարտել կողմերից մեկին։ Մյուս անփոփոխ, այսինքն որը ամփոփում է, հերոսը տարօրինակ արտաքինով լրագրողն է, որը լուսաբանում է այդ բոլոր իրադարձությունները։ Երկուսն էլ փորձում են հասկանալ, թե ինչու են մարդիկ դառնում իդեալիստ։ Ինչպես են նրանք սկսում ինքնազոհաբար ծառայել գաղափարին։ Այդ հարցերը իհարկե միանշանակ պատասխաններ չունեն, բայց իմ կարծիքով միանշանակ է, որ կա իդեալիստների անհրաժեշտությունը։ Ես համենայն դեպս այդպես եմ կարծում, սիրելի բարեկամներ, իսկ դուք ձեր կարծիքը բնականաբար կարող եք արտահայտել։ Լավ մնացեք։